Իսկ ինչի եք արհեստական բանականությունով ավտոմատացնում բիզնեսը։ Ռեսուրսի կրճատում, ֆինանսների կրճատում, թիմի կրճատում, այսինքն ավելի արդյունավետ է ստացվում process-ը։ Արհեստական բանականությամբ փոխարինելով մարդկանց, ինչով է լուծվում այդ խնդիրը։ Չինացիք ու ամերիկացիք ամենաշատն են կրում այդ ամեն ինչի մեջ։ Իրանք իրենց մեջ իրենց պատվերները գեներացնում ու սկսում են դուրս չտալ։ Դա էլ իր հերթին բերելու է մեր վրա արդեն շատ ծանր հետևանքներ։ Այսինքն մենք ամբողջովին կախված ենք լինում 5 խոշորագույն արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից ու եթե իրանք փակվեն, մեր տնտեսությունը քանդվում։ Ու այդ անցումային փուլի ժամանակ շատ ծանր հետևանքներ կարող լինի, հեղափոխություններ, Կհանգեցնի քաղաքացիական պատերազմների կամ մեծ հավանականությամբ։ Կանգնած են sense հերթի մեջ, որտեղ հասնելու է իրենց հերթը ու իրենց վիզը կտրելու են պրոստը։ Ամբողջ ստրատեգիան երկրի սարքել նենց, որ դու փակես քո ներքին կարիքները, բիզնեսը աշխատի ներքին կարիքների վրա։ Ռազմավարական մտածողության խնդիր ունենք։ Կարծում եմ, հա, հերուն չենք մտածում, այս պայդրությամբ ինչ կարան կանեն։ Ու այդ փուչիկը որ պայթեց ինչ է լինելու։ Այդ մարդիկ հիմա շատ մասսայական աշխատանք են գործում։ Ողջույն, Հոմոդեուսն է եթերում եւ այսօրվա իմ հյուրն է Հայկ Ավդիշյանը։ Ողջույն Հայկ ջան։ Ողջույն Դավիթ ջան։ Ոնց ես։ Շատ լավ։ Ոնց են գործերը, ինչով ես զբաղվում հիմա։ Հիմա հիմնականում հենց մեր բիզնեսն ենք թվայնացնում, կամ AI տրանսֆորմացնում, ամբողջությամբ փորձում ենք անցնենք AI-ով բիզնես վարելուն։ Հա, Պրոցեսները կառավարելուն։ իսկ ստացվում է։ Մոտ 80%-ով արդեն նպատակին հասել ենք։ Երևի տարվա վերջ կամ հունվարից մեր երկու ընկերություններն կլինեն full AI-ով աշխատող ընկերություններ։ Ներքին պրոցեսների մասին է խոսքը, ոչ հաճախորդների սպասարկում։ Իսկ ինչի եք արհեստական բանականությունով ավտոմատացնում բիզնեսը։ Ռեսուրսի կրճատում, ֆինանսների կրճատում, թիմի կրճատում, իմ կարծիքով արդեն իսկ դժվար է մասնագետներ գտնելը, ու AI-ով նույն ձև դատայի մշակում, այսինքն ավելի արդյունավետ է ստացվում process-ները։ Այստեղ մի հետաքրքիր դիլեմա կա։ Մասնագետ գտնելը միշտ է դժվար եղել։ Համաձայն ես դրա հետ։ Դե հա։ Հիմա ուղղակի դժվարացել է շատ այլ պատճառներով, որովհետև նախ ռեմոտ աշխատելու տարբերակներն են շատացել, հեռավար աշխատելու տարբերակները, եւ գումարած դրան նաեւ նոր գայթակղիչ ինչ-որ ուղղություններ, որոնց մեջ մարդիկ իրենց ավելի շատ են տեսնում, քան այն ուղղությունները, որոնք Բայց նաև կրթությունը չի հասնում հետևից։ Համալսարանից դուրս եկած մարդը ինքը ոչ միշտ է պիտանի աշխատանքին։ Մոտավորապես միջին տարբերակում, օրինակ ծրագրավորման դեպքում գրեթե մի տարի պետք է անում, որ ինքը կարողանա մտնել աշխատանքային process-ի մեջ։ Այսինքն իրան վստահեն ինչ-որ լուրջ բան, որ ինքը լուրջ բան անի։ Թեկուզ նույն պետական համալսարանի կիրառական ֆակուլտետը ավարտացել։ Իսկ միանգամից չի, այդ մի տարվա ծախսը ամբողջությամբ ինքը բավական ծանր է նստում ֆիրմաների վրա։ Հա, գիտես, բայց ես մի հատ թեորիա ունեմ, իմ տեսական պատկերացումն է նրա մասին, ինչից է գալիս այս խնդիրը, որ բիզնեսի պահանջները, օրինակ 80-ական, 90-ական թվականներին լրիվ ուրիշ էին։ Մարդը կարող ավարտել համալսարան ու համալսարանի ավարտած գիտելիքները եւ հմտությունները, փափուկ ու կոշտ բավարար էին, որպես ինքը աշխատի։ Ու այդքանով շուկայում չկար այդ հիստերիան կապվածներ հետ, որ մարդիկ չեն բավարարում մեր պահանջներին։ Հիմա այդ խնդիրը կա, որովհետև ոչ թե մարդիկ են հետ գնացել կրթությամբ կամ փափուկ հմտությունների առումով, այլ բիզնեսի պահանջներն է մեծացել։ Պայմանական։ Առաջ դու սուրճ էիր ծախում, ուղղակի այդ սուրճը փաթեթավորում էիր, վաճառում էիր, չկար խնդիր ժպտալու, չկար խնդիր հաճախորդամետության, չկար խնդիր հաճախորդի սպասելիքները կանխատ, հա, պլյուս սպասարկումն էր շատ միակողմանի, հա։ Հիմա ասես շատ բազմաշերտ է դարձել ամեն ինչ ու գունապնակն է մեծացել, մարդու հանդեպ պահանջներն է մեծացել, հիմա դասական շարքային պրոստը վաճառքի մասնագետը, որը գալիս է ընդունում աշխատանքի, իրանից պահանջվում է հանրային խոսելու հմտություն, լեզուների իմացություն, վերլուծական մտածողություն, ստրեսակայունություն, նենց բաներ, որոնք որ եթե ինքը ունենար, ինքը կդառնար տնօրեն վաճառքի, ոչ թե կգար վաճառքի բաժնի մասնագետ։ Դες կրթությունը դրա հետևից չի ասում, դա տենց է իմաստը տենց է դառնում, այսինքն կրթությունը բիզնեսի հետևից չի հասնի։ Չէ, կրթությունը պետք է տրանսֆորմացվի, այսինքն ոչ միայն համալսարանն ունի կրթությունը, միջանկյալ ինչ-որ բաներ պետք է լինի։ Օրինակ շատ զարգացած երկրներում կան այդ ստարտափ հաբեր, ինչ-որ խմբակներ,
դպրոցական տարիքից կողքից սկսած երեխուն սովորացնում են ուրիշ սկիլեր։ Այդ սկիլերը, որոնք որ հետո պետք են, իրանք ակադեմիական կրթություն չեն, բայց հմտություններ են, որը որ ուշտաշուտ իրան պետք է գալու կամ անպայման իրան պետք է գալու։ Մեր մոտ, օրինակ արևմտյան երկրներում այդ ամենալավն է զարգացած, իրանք իրանց կադրերին տակից սոցիալական ֆինանսավորումով տակից բարձրացնում են, որպեսզի բիզնեսը կարենա կադրերին ընդունի։ Ու ձևել բիզնեսը շատ մեծ հարկեր է վճարում դրա համար։ Մեր մոտ այդ բեռը մնում է բիզնեսի վրա ամբողջությամբ։ Այդ դեպքում դառնում է դու պետքա կրթես, դու պետքա այդ աշխատողին պահես ու իրան աճացնես, որ ինքը դառնա մասնագետ, նոր հետո սկսի ֆիրմային ինչ որ օգուտ բերել է։ Բայց մի հատ ես sense միտք ասեմ, դու ասա քո կարծիքը դրա մասին։ Ես կարծում եմ sense, որ ակադեմիական կրթությունը ընդհանրապես չունի էլ նման խնդիր, որ այդ բիզնեսի համար լուծի լավ աշխատող ունենալու խնդիրը։ Ակադեմիական կրթության խնդիրը մեկն է՝ ֆունդամենտալ գիտելիք տալ ու մարդուն սովորացնել, որ պետքա թեստավորման այդ պրինցիպը պահել, խնդիր դնել, դեդլայնի ժամանակ հասնել դրան, խնդիրը լուծել, սովորել, հա, սովորացնումը սովորել։ Իսկ բոլոր այն բիզնեսները, որոնք առաջանում են ինչ-որ սովորիր, էս ինչ բանը, կրթական ինչ-որ ակադեմիաներ, կրթական կենտրոններ, որոնք որ առաջանում են, որոնք մասնավոր են լրիվ եւ ուղղված են լրիվ soft skill-եր, փափուկ հմտություններ զարգացնելու վրա։ Ոնց որ ակադեմիականը իր կտորն է փակում, իր պարտավորություններն է կատարում տնտեսության առաջ, իսկ մասնավոր կենտրոնները, որոնք զբաղվում են հենց այդ տեսակ հմտությունների վերլուծական մտածողություն եւ այլ հանրային հմտություններ եւ այլ, փակում է այդ կտորը։ Հայաստանում օրինակ իմ կարծիքով կա հանրային պահանջ համալսարանների հանդեպ, ինչը միանշանակ համաձայն եմ, որ մասամբ ճիշտ է, որովհետև իհարկե, որովհետև մենք մեր կրթական համակարգը չենք թարմացրել երկար ժամանակ։ Շատ երկար։ Իսկ մյուս կողմից էլ բիզնեսի պահանջներն է շատ բարձրացել։ Ու բիզնեսը պահանջում է, որպեսզի համալսարանը պատրաստի ուսանողին արդեն ավարտելուց հետո նենց վիճակում տա իրան, որ ինքը բան չունեն անելու այդ մարդու հետ։ Չնայած տարբեր բիզնեսներում տարբեր մոտեցումներ, օրինակ դու համոզված եմ գիտես ու շփվում ես շատ գործարարների հետ, որոնք մեկը իր բիզնեսում շատ ինչ-որ պրոգրեսիվ մշակույթ է ներդրել, մեկը աշխատում է դեռ 90-ականների սկզբունքներով, մյուսը հիբրիդ է, կես ստեղից, կես ընդեղից, շատ տարբեր բիզնեսներ, շատ տարբեր սպասելիքներ ունեն աշխատաշուկայից։ Դե ես քույտ համաձայն եմ, բայց այստեղ մի հատ բայց կա։ Արի հետ գնանք, նայենք դրանք ընդհանրապես կրթությունը ոնց է զարգացել։ Շատ որ հետ գնանք, մենք կտեսնենք, որ այդ եղել է ընդհանրապես մարդկանց ինչ որ գրել, կարդալ, սովորացնել է։ Հետո պարզվել է, որ պետքա բարձր դասարանների կարիք կա, ճակերտավոր։ Հետո պարզվել է, որ համալսարանների կարիք կա, այսինքն աշխարհի զարգացման, ինդուստրիայի զարգացման հետ զուգահեռ ինչ որ նոր հաբեր են առաջացել, այդ կլինի համալսարանն է իր տեսքով եղել, ուսումնարաններ ա եղել, հմտություններ են սովորացրել։ Հիմա հասունացել է այն բանը, որ համալսարանից հետո կամ համալսարանի զուգահեռ մի հատ էլ հաբ պետք։ Այդ քո ասած մասնավոր կազմակերպություններ են կամ այն, բայց այդտեղ պետքա գլոբալ ստրատեգիկ մոտեցում, այսինքն եթե երկրին դա պետք է, եթե կա գնահատում, որ դա պետք է, պետական միջամտում է պետք, կարգավորում է պետք, որպեսզի դրանք չդառնան ոնց որ անիմաստ ժամանակ ծախսելու տեղ։ Քաոտիկ, հա։ Քաոտիկ, հա։ Բայց այդ մտքի հետ համաձայն եմ, որ համալսարանը, եթե ասում ենք համալսարանը ու ինքը ակադեմիական կրթության մասին է խոսքը, ինքը պետքա տա իր հասանելիք սահմանների մեջ գիտելիքը, որովհետև sense թենից ուզել չի կարա 4 տարում կամ 6 տարում չի կարա պատրաստին այնց մարդ, որը որ պետք է գնա ու միանգամից աշխատի։ Այդ ռեալ չի, պետք է կրթությունը դառնա 8 տարի, որը էլի ռեալ չի։ Այսինքն արանքում ինչ որ հաբեր են պետք։ Պետք էլ չի թողել մասնավորների հայացողության վրա, ես իմ կարծիքն է, այդ պետքա պետական մոտեցում լինի, դա կարգավորելու ու շուկան իրանով կզարգանա, այդ հաբերը կառաջանան։ Իսրայելական օրինակը այս առումով շատ լավ օրինակ է, Արաջ Ալաբյանի հետ որ խոսում էինք, օրինակ էր բերում, հիմա կարող է սխալվեմ, իմ հիշողության մեջ այդքան լավ չի տպավորվել, բայց մոտավորապես ասեմ, որ այսպիսի մի բան էր, բոլոր նրանք, ովքեր ավարտել էին ռազմական, ակադեմիական բանակ էին գնացել վերադարձել, իրանք ունեին ինչ-որ ալտերնատիվ տարբերակ ստարտափներ հիմնելու, այդ ստարտափները, այսինքն խրախուսվում էր այն, որ մարդը գնա բանակ ու բանակից հետո այդ մարդկանց օգնում էր պետական մակարդակով արվող ծրագրերին ու համաձայն եմ այդ մտքի հետ քո ասած, որ
Ճիշտ է, սա օրինակ եթե կրթությունը փորձենք սարքենք նենց որ ակադեմիականը փորձի տալ այն ինչ-որ բիզնեսին պետք է, դառնալու նենց որ պատմաբանները ֆինանսական գրագիտություններ են անցնելու, որը իրանց իրականում հետո կարող է պետք չկա։ Լրիվ։ Ու տենց կրթությունը կերկարի։ Միաժամանակ նաև կրթության առաջ խնդիր կա դրված, որ ինքը ժամկետի մեջ երկարելով կորցնում է իր ակտուալությունը, այսինքն դու մարդուն 5 տարի սովորեցնելով իրավաբանություն, հա, գուցե եւ 5 տարի հետո հա պարզվի, որ այդ մարդը ուղղակի պետք չի, որովհետեւ արհեստական բանականությունով իրեն փոխարինում են։ Բանակի process-ը որ ասում ես, ինքը շատ կարևոր է 2 տարի է։ Ցանկացած տղա երեխու կամ տղամարդու համար։ Հիմա իմ ծառայելու ժամանակ լիքը մասնագետներ իրանք շարքային զինծառայող են, բայց իրանք ունեն լավ հմտություններ, իրանք ունեն մասնագիտական ինչ-որ բաներ ավարտած էին։ Նույն ձև էլ կարա բանակը օժանդակի մարդու մասնագիտական զարգացման, այսինքն իրանք 2 տարի, թեկուզ անվճար, տենց է դառնում, չէ, 2 տարի ծառայեն Հայաստանի Հանրապետությանը ու իրանք ներդրումն անեն ու մասնագետել բավական հիմա տարի ու կես։ Հիմա տարի ու կես, հա, հիմա տարի ու կես։ Մասնագետել դարձած ավելի հմտացած հետ գան ու այդ ամեն ինչը ձերի աշխատուժա պետության համար։ Այդտեղ անելիքներ կա ու այդ կարելի է շատ ճիշտ կարգավորել երկու կողմանի փոխշահավետ process դառնա։ Բայց մասնավորը դա չի կարողանի երբեք։ Շատ մեծ ծավալ է, էլի։ Գիտես, մյուս կողմից էլ վտանգ կա, որ պետական ձեռքը երբ որ հասնում է նման ոլորտների, սկսում է թելադրել։ Հա։ Այդտեղ մի հատ մեծ խնդրեմ կա, երբ որ պետական ինստիտուտներից են խոսում իրանց չփոխվելու կարողությունից, պետք է հաշվի առնենք, որ իրանք մասնավոր չեն եւ բոլոր մասնավոր բարձրագույն կրթական հաստատությունները արագ պրոգրեսիվ փոփոխվում են ու զարգանում են, ծրագրեր են փոխում, դասախոս են փոխում, հա, որովհետեւ ինքը բիզնեսը մրցակցության մեջ անընդհատ մտածում է ոնց ան, իսկ պետականները բոլորը ունեն, հա, նման խնդիր, որովհետեւ вообще պետական համակարգը դժվար է կարգավորում պետությունը պետք չի մտնի process-ի մեջ, այլ կարգավորումներ ճիշտ լինի։ Չգիտեմ, սահմանի օրենքներ, որ sense պետք է լինի, օրինակ մի քիչ абսուրդ բան եմ ասում, 5-6 ընկերություն պետքա ինչ որ մի հատ գումար վճարեն ինչ որ մի հատ դպրոցի, որը որ պիտի վերապատրաստի ինչ որ թիմ։ Sense կամ հարկատեսական լինի դրա, չգիտեմ, մասնագետ չեմ կարա դրա մեջ խորանալ, բայց իրականում կարգավորումն է պահանջում պետությունից, ոչ թե մտնի process-ների մեջ։ Նույն օրինակ Ամերիկայում ստարտափ process-ների մեջ, ստարտափ այդ հաբերի մեջ պետությունը չի մտնում գրեթե։ Ինչ որ գումարներ տալիս է որպես գրանտներ, հետո նայում եմ այդ ստարտափների մեջ կան ստարտափներ, որոնք պետական նշանակության են, իրենց լրիվ առանձնացնում տանում է ուրիշ ուղղությամբ, այնտեղ փակա դառնում ամեն ինչ, ու կան ստարտափներ, որոնք որ իրենցով զարգանալով եթում են արդեն հնարավորություն ունեն, չգիտեմ, ինվեստորներին պատմելու, կուլտուրան է դրել Ամերիկան իր այդ process-ների մեջ։ Մնացածը արդեն ինքնինաբար աշխատելու է ամեն ինչ։ Հիշեցնեմ, որ Homodeus podcast-ը նկարահանվում, պատրաստվում եւ առաջխաղացվում է Spin Ideas Agency-ում։ Spin-ը Հայաստանում ամենամեծ վիդեո կոնտենտ արտադրելու ստուդիան է, որն ունի ավելի քան 20 տաղավար եւ դեռ տաղավարները ավելացնում են։ Այստեղ իրականություն են դառնում ձեր յուրաքանչյուր պատկերացումները վիդեո կոնտենտի վերաբերյալ շատ པարզ եղանակով։ Գալիս եք, նկարվում եք եւ վերջ, իսկ մնացած ամբողջ աշխատանքը կատարում է թիմը, որը աշխատում է միայն նրա համար, որ դուք ունենաք հրաշալի պրոդուկտ։ Զանգեք նշված հեռախոսահամարով ու պատմեք ձեր պատկերացումների մասին, իսկ մնացածը թողեք Spin Ideas Agency-ի թիմին։ Իսկ աշխատուժի կրճատման հետ կապված, որ ասացիր, մենք ունենք այդ աշխատուժի խնդիրը, բայց միաժամանակ ունենք աշխատանք գտնելու, աշխատելու խնդիր, մեզ մոտ գործազրկության տոկոսը ու զգալի է։ Ինչ օրինակ արհեստական բանականությամբ փոխարինելով մարդկանց, ինչով է լուծվում այդ խնդիրը։ Տես, եթե շատ գլոբալ նայենք, կարող է շատ հարցեր լինի, բայց արի Հայաստանի մասշտաբով նայենք, մենք գրեթե 3 միլիոն մարդ ենք, այդ 3 միլիոնի մի մասն է բնականաբար աշխատուժը։ Մենք հանգիստ կարանք մեզ թույլ տանք 10 միլիոնի արտադրանք տանք կամ 10 միլիոնի պրոդուկտ ստեղծենք, ունենք դրա կարիք, չէ՞, բայց չունենք այդ ռեսուրսը։ Մեր համար, իմ կարծիքով, մեր նման երկրների համար AI-ը օգտագործելը, այդ հնարավորությունները, այդ գործիքներն օգտագործելը, մարդկանց արագ վերապատրաստել, ու չգիտեմ, ել չի կարող ծրագրավորող աշխատի, ուրիշ բան աշխատում, կամ չի կարող իրավաբան աշխատի, փոխում է ուղղությունը։ Արագ փորձել բերել այն մակարդակի, որ ամեն մարդը ստեղծի ոչ թե մի մարդու արժեք, այլ 5-6 մարդու արժեք, ինչքան հնարավոր է դարակ, այդ մեր նման ժողովուրդների համար ինձ թվում է շատ լավ ու թույն բան է։ Բայց այդ ուրիշ բան, եթե օրինակ թիմում աշխատում են 10 հոգի, ու այդ 10 հոգին ստեղծեն մնան նույն իրենց աշխատատեղերում, առաջ օրինակ այդ 10 հոգին ստեղծում էին
10 միլիոն դրամի շրջանառություն ամսական, հիմա այդ 10 հոգին ստեղծեն 20 միլիոն դրամի շրջանառություն այդ արհեստական բանականության օգնությամբ, բայց մեր մոտ ուրիշ էֆեկտ է ստանում։ Մեր մոտ ստանում է հետեւյալ էֆեկտը, այդ 20 միլիոն կամ 10 միլիոնը, որ աշխատում էր 10 հոգով այդ ընկերությունը, սկսում է այդ 5 հոգով աշխատել այդ 10 միլիոնը։ Որովհետև պատվեր չկա 20 միլիոնի։ Ահա, այ հենց այդ 20 միլիոնի շուկա չկա։ Այսինքն արհեստական բանականությունը ոչ թե մեզ տալիս է հնարավորություն ավելի շատ փող աշխատել, այլ թույլ է տալիս այդ նույն փողը աշխատել, տնտեսությունը չի մեծանում, բայց մարդկանց թիվն է կրճատվում։ Այդտեղ էլի գալիս է պետք է էլի դիմենք պետությանը, էլի գալիս է կարգավորումների ու ինչ որ խնդիրներ լուծելու հարց, այսինքն փորձեն օրինակ երկրներ կան նույն ձև սկսել են շատ ակտիվ պետական պատվերներ իջացնել բիզնեսին, որ այդ ժողովրդի զբաղվածությունը այդ պորտֆոլիոն ձևավորվի, գործ անեն, այդ մարդիկ դուրս չգան։ Հիմա եթե պատվերը առաջացավ, բնականաբար ոչ մի ֆիրմա իր 5-10 հոգուց, որը որ ստեղծում է 20 հոգու արժեք, չի հրաժարվի, եթե ունի 20 հոգու պատվեր։ Այդտեղ էլ միջամտության մեծ բան կա, կարիք կա, բայց քանի որ սաղ աշխարհն է տենց գնում, առաջադեմերն են կրում։ Մեծ գրում է արևմուտքը ու արևելքը, այսինքն չինացիք ու ամերիկացիք ամենաշատն են գրում այդ ամեն ինչի մեջ։ Իրանք իրենց մեջ իրենց պատվերները գեներացնում են ու սկսում են դուրս չտալ այդ պատվերները, դա էլ իր հերթին բերելու է մեր վրա արդեն շատ ծանր հետևանքներ են։ Ինձ թվում է սպասելի է, որ ոլորտը բավական ծանր հետևանքներ կունենա մոտակա 5 Որովհետև նա ինչ որ նոր տնտեսական բաներ է, էֆեկտներ է, side էֆեկտներ ունենա, կողմնակի էֆեկտներ, որոնք մենք հիմա չենք պատկերացնում, պայմանական, մենք ստեղծում ենք մենք արհեստական բանականության միջոցով փոխարինում ենք ինչ-որ ֆունկցիաներ, այս X% փոխարինեցինք, այս մարդիկ մնացին դուրս, այսինքն այս մարդիկ էլ փող չեն աշխատում։ Կամ ինչ-որ տոկոս այդ մարդկանց կսկսի աշխատել ուրիշ տեղից, ուրիշ ձևով, ուրիշ միջոցներով։ Եթե գլոբալ, հա, գնում ենք նրան, որ բոլորս ավտոմատացնում ենք մեր բիզնեսները ու մարդկանց գործոնը քչացնում ենք։ Մարդիկ այդ ժամանակ փող չեն ունենում, որպեսզի տնտեսության մեջ գործարքներ տեղի ունենա, տնտեսությունը ավտոմատ պասիվանում, այսինքն մենք մտածելով, որ եկեք տնտեսությունը ակտիվացնենք, սա մասնավորապես գործարաններին է էլի վերաբերում, որ հիմա ասես մասսայական գնում են բոլորը ավտոմատացման։ Եթե բոլորս ավտոմատացնում ենք, այսինքն ասում ենք, որ դա շատ լավ բան է, դա բարիք է բոլորիս համար, եկեք ավտոմատացնենք, անելուց հետո պարզում ենք, որ մենք աշխատանքից ազատել ենք մոտավորապես 200,000 մարդու, որոնք առաջ տնտեսության 20-30%-ն էին, այդ մարդիկ էլ գումար չեն աշխատում, հետեւաբար այդ մարդիկ չեն վճարում ծառայությունների համար։ Կամ արտագաղթում են այդ մարդիկ։ Դե տես, այստեղ մի հատ էլ խնդիր կա, դրա մի հատ էլ բան կումանենք։ Եթե դու չես ավտոմատիզացնում, դու չես թվայնացնում, դու չես դառնում ժամանակակից, մի օր արտանում ես, տենում ես մի հատ ժամանակակից եվրոպական կամպանիա կամ ամերիկական կամ ռուսական էական չի։ Կամպանիա մտել է շուկա։ Ինքը քեզ միանգամից դուրս է թողում շուկայից։ Ողջ մնալու խնդիր ունենք։ Ոչ միանշանակ։ Այդտեղ շատ մեծ հարցեր կա, էլի։ Դու պետական դու մտածես նրա մասին, որպես բիզնես մտածես նրա մասին, որ ժողովուրդը կամ քո աշխատող թիմը պետք է հացի խնդիրը անպայման լուծի, թե դու պետք է մտածես, որ քո բիզնեսը պետք է ապրի։ Ցանկացած բիզնես առաջերտին մտածում է, որ բիզնեսը պետք է ապրի, հետո լավ օրերում հետ կբերեմ այդ մարդկանց։ Մրցունակության խնդիր է, եթե չարեցինք մրցունակ չենք դառնում, դուրս ենք մնում խաղից։ Ու նայելով նրան, թե արևմտյան բիզնեսները օրինակի համար ինչ ձև են թվայնացված, ինչ ձև են ավտոմատիզացված, ինչ մասշտաբ են կարում վերցնեն, իմ կարծիքով օրինակ շատ կամպանիաներ չեն մտնում Հայաստան, որովհետև դեռ այդքան փող չկա։ Հենց մի քիչ էլ ընդհանուր երկրի շրջանառությունը մեծացավ, պետք է սպասենք տենց լավ գիգանտների մտնելը, այդ ժամանակ արդեն շատ լուրջ խնդիրներ են ունենալու հենց բիզնեսները արդեն, ոչ թե աշխատուժը։ Այդ մեծ խնդրեմա իդեպ ասեմ, այդ շատ մեծ խնդրեմա է, այն օրը դրա մասին եմ մտածում, որ գնալով այդ բանը մեծանում է, միջին խավը վերանում է, խորոչը մի հատ մեծ, որը կա քիչ աշխատողների, քիչ վաստակողների եւ ահռելի մեծ աստղաբաշխական թվեր վաստակողների միջև մեծանում է ու այսօր կամ դու շատ հարուստ ես կամ փորձում ես գոյատևել ու միջին վիճակը չկա, որ դու կոմֆորտի մեջ ես։ Այդ ցավ աշխարհում է այդ process-ը դու միջին խավը ամենակարևոր խավը պետության համար կամ ցանկացած process-ի համար այդ միջին խավը իր կարևորությամբ շատ բարձր տեղ ունի, բայց այդ խավը սկսում է վերանալ։ Դա լուրջ խնդիրներ կա, դեռ շատ տնտեսագիտական երևի խնդիրներ կա, որ պետքա փորձել լուծել, ինչ որ գումարներ դնել, ինչ որ process-ներ անել, շատ բարդ է դա։ Ինչ ես կարծում, որ գալու ենք Ռոբին Հուդի ժամանակներին, երբ որ հարուստներից խլելու ենք տանկ աղքատներին, որպեսզի հավասարություն սկսի։ Դե մոտավորապես նույն բանը կատարվում է, ես մի քիչ ուրիշ բանին եմ դա ասում, ինչ են ասում, օրինակ նույն Ամերիկայում ասում են ձեր գումարները բերեք դրեք ֆոնդերում, նույն այդ թոշակի ֆոնդերում կամ տես տեղերում ու ստացեք աշխատավարձ։
կոպիտ ասած էլի, բայց այդտեղ այդ մարդիկ բավարարվելու են դրանով չեն բավարարվելու։ Այդտեղ մի հատ անցումային փուլ անելու նույն ձև ու այդ անցումային փուլի ժամանակ շատ ծանր հետևանքներ կարան նույն հեղափոխություններ ու նման հարցեր, որովհետև եթե այդ մասան կրիտիկական եղավ, կրիտիկական չի այդ մասան ոչ միտեղ ու զարգացած երկրների մասին է խոսքը, բայց նույն այդ աշխատանք կորցնելու հետ այդ մասան կարա դառնա կրիտիկական։ Այդտեղ շատ ծանր շրջան անել։ Իմ կարծիքով դա մոտակա 10-15 տարին է ու այդ անելու է անպայման, որովհետև այդ ավտոմատիզացումից, այդ AI-ի ներդրումից ոչ մեկ չի հրաժարվելու։ Իմ կարծիքով դա շարունակվել է ու անդադ փորձելու են ավելի մեծ տեմպով շարունակել։ Այսինքն դա կարա վտանգ լինի նրանով, որ կհանգեցնի քաղաքացիական պատերազմների կամ հեղափոխության։ Մեծ հավանականությամբ։ Եթե մի օրվա մեջ մի կամպանիայից 50,000 մարդ են հանում։ Դա հիմա արդեն սկսել է, էլի։ Այդ նշանակում Իդեպ հետաքրքիր հոդված էի կարդում, որտեղ ասում էր այդ անտրոպիկից 200,000 թե 20,000 աշխատող էին հեռացրել, զրոներով կարող է սխալվեմ, ու հետո այդ աշխատողների մեծամասնությանը հետ էին հրավիրել, որովհետև չէին կարողացել ու փոխարինել ինչ որ մի շրջան, հետո հասկացել են, որ այդ ֆունկցիան իրականում արհեստական բանականությունը այդքան էլ չի փակում։ Ավելի շատ բանի ֆունկցիաներն է, որոշում կայացնելու ֆունկցիաներն է, ինքը արհեստական բանականությունը շատ է խափում, դու էլ երևի օգտագործելուց հասկացել ես շատ է խափում, որովհետև իր ունեցած տվյալների հիմքի վրա ինքը ինչ անում, հավանականություն է որոշում, ինչ որ բան է տալիս, տվյալ է տալիս։ Եթե դա վերցնել բացարձակ ճշմարտությունը օգտագործել, իր հետևանքները կարող շատ վատ լինի, բայց մարդ, որը որ մասնագետ է, նայում է, հասկանում է, հաստատ ճիշտ է եղել պատասխանը օգտագործվում է, այդ արդեն օգուտ է տալիս։ Հիմա փորձել են ինչ որ process-ներ ավտոմատիզացնել ամբողջությամբ AI-ը անի, որը որ քիքսեր է տվել ու սխալներ է անել։ Ասենց օրինակ բերեմ, պատկերացրեք, եթե գրես նույն ChatGPT-ին գրես Երևանը Հայաստանի ու կետեր դնես 10, ինքը ամենայն հավանականությամբ երկու տարբերակ է վերցնելու, ենթադրենք, ասել է մայրաքաղաքն է ու քաղաք է։ Մեծ հավանականությամբ մայրաքաղաքն է ու ասել է մայրաքաղաքն է։ Բառը շարունակությամբ դնել, այսինքն ինքը հավանականություն է, որոշ ինքը ճշգրիտ ոչ մի բան չի հաշվում։ Դրա համար մարդու հետևելը շատ կարևոր է այդ ամեն ինչին։ Այդ ավտոմատիզացնել, բայց առանց մարդ այդ process-ները չի աշխատում։ Բայց մարդկացիով շատ կրճատվում է։ Մի հոգին շատ գործ է կարող անի ու շատ ավելի խելացի է այդ մի հոգին։ Իսկ այդ մի հոգին ավելի շատ ստրես չի ապրում։ Երևի, այդ հենց դրա հետևանքները կտնենք։ Դրա հետևանքները կտնենք, ոնց սովորական թուղթ ու գրիչից անցանք համակարգչի ինչքան հետևանքներ եղավ, չէ՞, ստրեսային մարդկանց մենակ մնալու կամ տենց հոգեբանական խնդիրներ, իսկ հիմա ստեղել արդեն հիմա կան ինչ որ կուլտեր է ստեղծվել, որ մարդիկ պաշտում են ChatGPT ինչ որ կրոնական, այդպես բաներ կա արդեն ու բավական տենց մասաներով, էլի։ Արդեն տես բաներ կա։ Այնտեղ պատմություն կա, որ AI էր, որը աղջիկ էր, շփման համար, ով մենակ է, շփվում է հետը, ու այդ ստարտափը ոնց որ բանկրոտ էր գնացել, անջատել էին ու դեպքեր եղել ինքնասպանության, որ չկա, էլի, առավոտ զարթնում է ու տենում է իր ընկերուհին, տենց է դառնում, էլի, ոնց որ արտանում է, տենում է իր ընկերուհին չկա։ Այդ կախվածությունը շատ լուրջ խնդիր է հոգեբանական ստեղծում։ Որովհետև ինքն էլ սիրում է քո հետ համաձայնվի, ինքը սիրում է քեզ բարձրացնի, լավ անես, մարդուն էլ ինչա պետք շատ դեպքում, լսի թե ինքը ինչքան լավն է, չէ՞, ինչքան ինքը ճիշտ է։ Ու նաև ասեմ, դու էլ շատ տարբեր բիզնես համայնքներում կաս ու մարդու համար անգամ եթե ինքնազբաղ է, իր համար շատ կարևոր է այդ մարդկային շփումը։ Իհարկե։ Ու աշխատանքի մեջ այդ կոնֆլիկտները, այդ ամեն ինչ որ է, ինքը խնդրեմ է, մենք դրանից անընդհատ փորձում ենք ազատվենք, փորձում ենք դա ինչ-որ մի ձև մասնագետներով լուծենք, բայց все-таки հասկանում ենք, որ դա բնական մարդկային միավորման արդյունք է։ Ցանկացած տեղ, որտեղ միավորվում են 10-ից ավել մարդիկ, այդտեղ ինչ-որ բան է առաջանում, կոնֆլիկտներ են առաջանում։ Հասարակ մի բան Հայաստանի շուկայում վաճառքը մարդկանց նետվորքով է, ամենալավ վաճառքը։ Այսինքն այդ վստահության, այդ մարդուն զգալու խնդիրը կա, այդ միշտ անելու, մարդու միշտ դրա կարիքն ունի։ Նույն ձև այդ հակադրվելու, թիմի մեջ հակադրվելու, ինչ որ երկու հակադիր բևեռից մի հատ լավ ճշմարտություն հանելու խնդիրը, ինքը միշտ մենք դրա կարիքն ունենք։ Միգուցե տակի սերունդը լրիվ ուրիշ ձև ընկալի, ուրիշ ձև տենա, բայց այն սերունդը, որը հիմա կա, շատ լուրջ ստրեսներ է տանելու տարբեր ուղղություններով, թե աշխատանք կորցնելու, թե բիզնես կորցնելու։ Կարոտելու ենք այդ ժողովների ժամանակ իրար կռիվ անելը, իրար ատելը, բանի, կոֆեի սեղանի շուրջ բամբասանքները կարոտելու են, էլի։
այտենց բան կա, ասում է նույն համաշխարհային բանը, էլի, ասում է եթե մարդը որոշի որ պետք է հարցակվի, ինչ որտեղ պատերազմի, այն ասի մի րոպե մի հարցակվի, սպասի գնամ ես իրենց այդ խոսամ, հասկանանք ինչ իտոգ են գալիս, գնա ինչ որ իտոգի գա ասի, սա հարցերը լուծված են, ոչ մի խնդիր չկա, չի կարա մարդը դա կուլ տա։ Կամ մարդիկ իրենց AI-ները կռվացնեն։ Կամ իրենց վերջում դրան ինչ անում, նստեն նայեն, բայց այդտեղ շատ լուրջ հարցեր կա, ինձ թվում է մարդկությունը պատրաստ չի դրան, այս պահին ոչ մեկս էլ պատրաստ չենք այդ փոխը։ Ինչքան էլ օրինակ նույնը ես ինչքան էլ թեմայի մեջ եմ, ինչքան փորձում եմ բան անեմ, բայց մեկը լիարժեք պատրաստ չենք պատկերացնում ինչ կարա լինի, ինչ կարա փոխվի։ Այստեղ շատ լուրջ հարցեր կա։ Մոտավորապես այս վիճակն է ստեղծում, էլի պատկերացրու 20-րդ դարի սկզբերին կամ կեսերին հողում աշխատող հողով սնվող մարդուն մի օր արտանումա տնում է էքսկավատորը մտելա այգի։ Այդ մարդու համար դա կատաստրոֆա է, հա, այսինքն ինքը ի վիճակի չի էքսկավատոր քշելուն, ինքը ի վիճակի չի Էլ թողը ոչ մեկ չի թողում իր մշակի, որովհետեւ ձեռ չի տալիս, ու սենց հայտնվում է բանի առաջ։ Մենք հետո հա մի հատ էլ շատ կարևոր խնդիր ունենք, մենք մարզերում ունենք շատ մեծ թվով բնակչություն, որը դեռ չի արել այն 2010-ականների 15 թվականի միջև այդ սոցիալական ցանցերի կտրուկ ինտեգրումը, դա չի մարսել, նույնիսկ դրան հələ չի ադապտացել, մենք արդեն արհեստական բանականության ու այդ ամբողջ Հայաստանի վրա է ազդելու։ Ու կարևոր մի բան, այդ արհեստական բանականությունը դա իր հետևից ինչա բերել, մյուս իր հետևից ինչա բերել, ամեն ինչը սկսել է շատ ավելի արագ աճել։ Շղթայական ինչ-որ նոր բան։ Հա, նոր process է, էքսպոնենցիալ այդ process-ները գնում է, բայց այդտեղ պետք է այնց անել, որ փորձել այնց անել, որ մարդիկ կարողանան ադապտացվեն։ Այդ շատ լուրջ աշխատանք է, ինձ թվում է դա ոչ միայն պետական, նաև մասնավորի աշխատանք է, փորձել այդ քո թիմին կամ չգիտեմ կողքինիդ պատրաստել այդ ամեն ինչ։ Մատների արանքով չի կարելի նայել այդ ամեն ինչ, ասենց ասեմ։ Դրա հետևանքներն ու ազդեցությունը շատ լուրջ կարող լինի։ Քո կարծիքով բիզնես սակումները սա ամեն ինչում ինչ-որ անելիք ունեն, որովհետև բիզնեսներին հասանելիություն ուղիղ իրենք ունեն մեծամասն։ Ունեն, բայց իմ տեսածը ինչ ասում է, որ տենց միջոցառումներին անում են բիզնես ակումբներ, նույն որ ակումբներում որ ես եմ շատ եմ տեսել, որ տես միջոցառումներ տեղեկատվական, գան, լսեն, պատմեն ինչա, այդտենց միջոցառումներին շատ քիչ մարդ է գալիս։ Ամենաքիչ մարդն է գալիս, հա։ Բայց եթե դնեն, ասենք, ինչպես ավտոմատացնել բոլոր աշխատողներին հեռացնել եւ աշխատել $1 միլիարդ, այդպիսի միջոցառումները շատ կարող է շատ ավելի մարդ կա, բայց այն որ ինչ անվտանգություն կա, ինչ հետևանքներ կարող լինի, ոնց այդ հետևանքները, տենց միջոցառումներին գրեթե հիմնականում քիչ մարդ է գալիս։ Ռազմավարական մտածողության խնդիր ունենք։ Կարծում եմ, հա, հերուն չենք մտածում, այս պահի դրությամբ ինչ կարանք անենք։ Ես вообще ասում եմ, մենք մտածում ենք ընտրությունները ինչքան ժամանակ մեկ անում, 4-5 տարի, չէ՞։ Այդքան ենք մտածում, այդ ինչ որ քաղաքական բանի չեմ ասում, պրոստը դրա հետ կապված միշտ այդ ցիկլը մեր մոտ 4 տարվա ցիկլ է, դրանից ավել չի լինում։ Պլանավորել, դրանից ավել չեն ուզում պլանավորեն, ինչ կլինի, հələ տնենք ինչ կլինի։ Այսինքն դրա հետ շատ բան է կախված, էլի։ Դրանից շատ բան է կախված։ Հա, ամեն մեկս մեր բակում ինչ որ փոփոխություններ են կանում, մեր տարածքում ինչ որ փոփոխություններ են կանում, բայց չեն գիտակցում, որ հետո դրանք իրար հետ ստանալով սիներգիայի էֆեկտ կարող են շատ լուրջ տնտեսական։ Օրինակ, ես փորձում եմ մի քիչ ուրիշ ձև անեմ, ինչ եմ անում, ինչ բիզնեսներ ունեմ, դրանք ծառայում են մի հատ շատ ավելի մեծ նպատակի համար։ Այսինքն փորձում եմ շատ ավելի հեռուն նայեմ։ Ու դրա համար այդ մեծ նպատակին հասնելու համար sense տնեց այս փոքր բիզնեսները պետքա կամ առաջի բիզնեսները պետքա ավելի զարգացնես։ Այդ դեպքում ես փորձում եմ, քանի որ չգիտենք ինչ կլինի, փորձում եմ մոբիլ թիմ ունենալ։ Թիմը միշտ այնց լինի, որ կարենամ շատ արագ իրենց տրանսֆորմացնեմ, թիմը չկորցնեմ, թիմը ձևափոխեմ։ Փոքր թիմերի համար այդ խնդիրը կլուծվի, բայց գիգանտ իներտ կամպանիաների համար այդ շատ մեծ հարվածներ են։ Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ունենում ենք մոտիվացիայի հետ խնդիրներ։ Եվ դա նորմալ է, քանի որ շատերս սխալ ենք պատկերացնում, թե ինչ է իրականում մոտիվացիան, եւ հենց այդ պատճառով էլ ես գրել եմ գրողի տարած մոտիվացիա գիրքը։ Գիրքը չի պատմում սովորական մանտրաներ այն մասին, թե պետք է բոլորը ձգտեն առաջ գնալ եւ հասնեն մեծ բարձունքների, որովհետեւ դա է կյանքի իմաստը։ Գիրքն այն մասին է, թե ինչպես ձևակերպել մոտիվացիան եւ դարձնել
այն բանաձև ձեր կյանքում, որը կախված չի լինի ոգևորությունից, լավ տրամադրությունից կամ այլ կողմնակի հանգամանքներից։ Գրքում նկարագրված են գիտական փորձեր եւ ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես է մարդկանց մոտ առաջանում մոտիվացիան, եւ այս գիրքը կարելի է համարել առաջին գիրքը, որը գրվել է հենց մոտիվացիայի մասին։ Եթե բնակվում եք արտասահմանում, գիրքը կարող եք ձեռք բերել անկյունում նշված QR կոդով անցնելով Bookinist-ի կայք։ Եթե դեռ վերջնականապես չեք կորցրել մոտիվացիան ու կարող եք տանից դուրս գալ ու գնալ գրախանութ, ապա գիրքը կարող եք ձեռք բերել Bookinist գրախանութների ցանցից եւ մնացած բոլոր այլ գրախանութներից։ Գիրքը ձեռք բերելով դուք նաեւ կաջակցեք այս ոդքասթին, որպեսզի այն լինի մշտական եւ որակյալ։ Շնորհակալություն։ Նաեւ մի հատ խնդիր ասեմ, որ մտածում եմ ես ընթացքում պատկերացրու Հայաստանը ունենում է խնդիրներ արտասահմանյան խոշոր խաղացողների հետ եւ քաղաքական ինչ-ինչ որոշումների պատճառով որոշում են Microsoft-ը, Google-ը ու Anthropic-ը կամ հենց թեկուզ OpenAI-ը Հայաստանի հետ կապված փակեն այս սերվերների հասանելիությունը, մենք չենք ստանում հասանելիություն այդ բոլոր գործիքներին արհեստական բանականությանն ու փաստացի Հայաստանի տնտեսությունը փլուզվում է, միանգամից կոլապսի է։ Այսինքն մենք ամբողջովին կախված ենք լինում 5 խոշորագույն արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից ու եթե իրանք փակվեն կամ իրանք որոշեն մեր հետ չաշխատել, մեր տնտեսությունը քանդվում է։ Դե տես նույն ֆրանսիացիք դրանից ելնելով որոշել են օգտագործեն իրանց վատ-ը, բայց իրանց օգտագործում ու համեմատած բավական վատն է, ռուսներն էլ։ Վատ լինի, բայց մեր լինի, որովհետև process-ներում դա մի օր գալու է, այսինքն նրանք մասնավոր ընկերություններ են, եթե իրանք տրամադրում են իրանց AI-ը նույն պետական համակարգում օգտագործելու կամ քո երկրի բիզնեսներում օգտագործելու, իրանք սկսել են դա օգտագործել, այդ փաստը, կախվածությունը միշտ է տենց աշխատում։ Այդ ժամանակ դու արդեն իրանց թելադրանքով կամ կանքով կամ իրանց process-ների մեջ ես ընկնում կամ լրիվ իրանցն ես դառնալու։ Պրիտոմ որ այդ կամպանիաները մեծ մասը շատ ավելի հարուստ են, քան մեր նման պետությունները։ Իրանցով արդեն հարուստ են։ Դրան լուծում կա, բայց այդ լուծման վրա պետք է ունենալ համ քաղաքական կանգ, պետք է ունենալ շատ փող, պետք է մոբիլիզացնել ընդհանուր համայնքը, ասենք, գիտական թե այսինչ ու փորձել ստեղծել քոնը, թեկուզ վատը։ Ոնց էր, օրինակ մենք ունեինք երազ, բայց ունեինք ավտո, չէ՞։ Օրինակի համար։ Հիմա ոչ մեկ մեզ ավտո չտար, պրինցիպի մեր լոգիստիկան վատը կլներ, բայց կլներ լոգիստիկա։ Իսկ այս դեպքում դառնում է ինքը համաշխարհային նշանակության գործիք է դառնում, ու մենք ոչ վատ ունենք, ոչ ավելի վատ ունենք, ոչ մի բան չունենք։ Այս հարցի մասին շատ է խոսում Ռուբեն Հայրապետյան, որ վստահության խնդիրը ամենակարևոր խնդիրներից մեկն է, թե համաշխարհային, թե հայկական բիզնեսում։ Ու այդ հարցից կախված, որ ես տվեցի, մենք ունենք վստահության խնդիր, ու այդ վստահության խնդիրը գալիս է շատ մեծ ավելի հորիզոնից ու եթե նայում ենք լավ այս խնդիրը ոնց պիտի լուծենք, մենք չվստահենք, օքեյ, արտասահմանյան կազմակերպություններին օգտվենք մեր հայկական արհեստական բանականություններից, հետո մեր արհեստական բանականությունները բնականաբար զիջելու են դատայի առումով ավելի խոշոր երկրներին, որոնք ունեն ավելի մեծ դատաբազաներ, եւ հետեւաբար մեր տնտեսությունն էլ է զիջելու, մեր ստացած արդյունքներն էլ են զիջելու, հետեւաբար այսինքն պիտի մենք ինտեգրվենք գլոբալ շղթաներին ինտեգրվելու համար էլ պետք է հենց վստահություն։ Պետք է վստահություն եւ բիզնեսի միջեւ, եւ պետությունների միջեւ, եւ մարդկանց, բայց այսօր մենք այդ վստահության մեծ ճգնաժամ ենք ապրում։ Բայց մի հատ էլ ուրիշ տարբերակ կա, տես, օրինակ նույն Պարսկաստանը ստիպված է ճանապարհով գնացել, բայց ինքը բավական հետաքրքիր ճանապարհ է։ Փակել ներքին կարիքները։ Այսինքն ամբողջ ստրատեգիան երկրի սարքել նենց, որ դու փակես քո ներքին կարիքները, բիզնեսը աշխատի ներքին կարիքների վրա։ Արտահանումը, եթե չեմ սխալվում, թույլատրելի է, բայց ներկրումը արգելվում է այնտեղ։ Այնտեղ չես կարող մեքենա ներկրել։ Մեքենա չես կարող բերես։ Տես ինչ են արել։ Իրանք ստիպված են դրան գնացել, այսինքն ստիպել են իրանք հասնել այդ վիճակին, բայց դից սկսել է ուրիշ process-ներ։ Հիմա այդ նույն process-ը կա օրինակը, շատ հանգիստ կարելի է վերցնել ցիվիլ ձևով դնել երկրի մեջ, ոչ թե տենց, չգիտեմ, եթե որոշ մարդիկ համարում են, որ բռնատիրական ինչ-որ մեթոդներով է դրած, այդ ձևով չդնես։ Կարելի է շատ ցիվիլ ձևով դա անել, այսինքն դու սկսել ինքդ քո կարիքները հոգալ։ Չմտածել, որ պիտի արտահանես սուբսիդավորել ինչ-որ ուղղություններ, ինչ-որ ուղղություններ սուբսիդավորես, բերես հասցնես ինչ-որ։ Հրախուսել, որ այդ ուղղություն։ Այդտեղ մի քիչ շատ տնտեսագիտական հարցեր կա, բայց ստրատեգիկ գիտության առումով այդ խնդիրները լուծող խնդիրներ են։ Մենք ունենք, այս պահին մենք ունենք դրա ներուժը, իսկ թվում է դեռ շանս կա այդ ամեն ինչը անելու են։ Բայց մեր խնդիրը ներքին սպառման ապրանքների մեջ է, եթե նայենք համաշխարհային տնտեսական։ Մենք համարը ոչ մեկս ներքին ոչ մի բիզնես չի գնում նրան, որ ինքը ներքին արտադրման
ներքին սպառման ինչ որ բաներ Փոքրները ստեղծի։ հիմնականում շատ Փոքրներեք մեկ էլ ստրատեգիկ մի քանի բաներ կա, չգիտեմ, մսամթերք, բան sense, բայց սաղի միտքը դուրս գալն է, պետությունն էլ է դա խրախուսում։ Բերեք հակառակ կողմից։ դրսից փող է մտնում երկիր։ Հա, բայց ներքին կարիքները եթե դու սկսես չառնել ոչ այդ փողը մտնում է հետո դու առնում ես ուրիշ բան։ Բայց հետո մեր ներքին կարիքները բավարարող բիզնեսներն էլ այնպես չի, որ ամբողջությամբ ներքին հումքի ու ներքին ռեսուրսների հիման վրա են արտադրում այդ ապրանքը, որը ներքին դրսից բերված ապրանքը բնականաբար, հումքա որը չունես վրան աշխատանք է կատարվում, դառնում է ներքին արտադրանք, բայց ինքը իրականում հումքը տակի դրսից է եկել։ Բայց բաներ կան, որ ունես ու չես օգտագործում, Շատ բաներ ունենք, որ չենք օգտագործում։ Լիքը բան կարելի է փակել, դառնա որ դու ես փակում քո ներքին։ Դու դասական օրինակներից ասեմ, օրինակ մենք ունենք շատ լուրջ սպորտսմեններ, որոնք արտագաղթեցին Հայաստանից, որովհետև մեր մոտ ֆեդերացիաները բավական աչափ լավ վերաբերմունք ցույց չէին տալիս։ Լրիվ փոխեցին, հա, հիմա Արոնյանը գնում է Ամերիկայի դրոշի տակ աշխարհի առաջնությունների եւ բավական լուրջ արդյունքներ գրանցում եւ դա դրանից Հայաստանի գիտությանը նայենք, գիտության մեջ վերցնենք, եթե վերցնես այսպես Ռուսաստանի ակադեմիան, գիտության ակադեմիան ու ազգանունները նայես, ինձ թվում է լավ քեզ վատ կզգաս, որ այդքան գիտնական կա հայ ազգի, բավական մեծ քանակի։ Այդքան գիտնական կա հայ ազգի ու շատ լուրջ դիրքերում ու մենք տենց խնդիրներ ունենք։ Այսինքն գալիս է նրան, որ կազմակերպման խնդիր ունենք։ Այդ ամեն ինչ այդ process-ը էգոն հաղթահարելու խնդիր ունենք, մեր ինքնասիրահարվածությունը հաղթահարելու խնդիր ունենք, ընդհանուրի մասին մտածելու խնդիր ունենք։ Այդ սա տանում է մենեջմենտի։ Ես ասում եմ այդ ամեն ինչը մենեջմենտի խնդիր է։ Այսինքն մարդուն կառավարելու, process-ները կառավարելու խնդիր է։ Կարճաժամկետ արդյունքները գերադասում ենք երկարաժամկետ որովհետև չգիտենք ինչ անել։ Որովհետև մենք երկարաժամկետ արդյունքեր չենք տեսել։ Մենք ոչ մեկը ես դա նաև տանում կապում եմ ժառանգության հետ, օրինակ պատմական ու տես օրինակ Եվրոպայում ինչքան ընտանիքներ կան, որ իրանք դարերով հարստություն ունեն փոխանցված տուն ունեն, որ իրանք 5-6 սերունդ ապրել են այդ տանում, զամը կա իրաց դեպքում։ Մեր մոտ այս պայդրությամբ մաքսիմում տունը որ հասել է, դա պապուտունն է, որը որ 60-ականներին է սարքվել, ամենալավագույն դեպքում, էլի։ Մենք այդ ժառանգականության մեր ունեցած հարստությունը սերունդներին փոխանցելու այդ ստարտը իրանց չլինի 0-ից, այդ խնդիրը մեզ եկել կոտորել են անընդհատ ավիրել գնացել են ուրիշներին է հասել այդ, էլի, անընդհատ ուրիշներին է հասել ու այդտեղ կտրվում է, դու չգիտես ինչ անելու, դու չես մտածում ոնց որ նստելա կոդ, որ դու չես մտածում, որ վաղը ինչ կլինի, ինչ փոխանցեն։ Անընդհատ մտածում ես այսօրվա օրը պահես։ Այսօր ինչ անենք, որ այս խնդիրը լուծենք։ Այդ բերում է բավական տենց հետևանքներ, էլի։ Արհեստական բանականությունն էլ վերցնում ու կապիտալիզացնում այդ տգիտությունը ընդհանուր համաշխարհային մասշտաբով մարդկանց, որովհետև այն մարդիկ, որոնք նորմալ տեքստ չեն կարողանում գրեին, մի երկու հատ պրոմպտով ծուրումրտիկ պրոմպտով ստանում են մի հատ սիրուն տեքստ իրանց պատկերացման մեջ, իհարկե դա էլ ժամանակի ընթացքում պարզվեց, որ դա էլ սիրուն չի, հասկացան, որ դա էլ իրար կրկնվում անընդհատ ստացան ու հիմա ոնց որ այդ ուրացրել փուչիկա սարքել ու հիմա դրա հաշվին բոլորը հույսով, բոլորը ալկնկալիքներով բիզնեսների մեջ ներդնում են այդ համակարգերը, իրանց ամբողջ աշխատանքը կառուցում են դրա շուրջ ու հեսա մեծ փուչիկներ է դառնում։ Ու այդ փուչիկը որ պայթեց ինչ է լինելու։ Տես, արի քիչ բանից գանք, բիզնեսի վրա օրինակով կամ ցանկացած թվայնացում, ավտոմատիզացում, նույն ձևել AI-ը, AI-ը շատ ավելի ուժեղ։ Ոնց որ ինքը ինչ անում, քո ունեցած process-ները ուժեղացնում է։ AI շատ անգամ է ուժեղացնում է եւ թույլ կողմերը եւ թույլ կողմերը։ Եթե քո մոտ ասենց ասած կա բանը, վատ վիճակ է, բիզնես process-ներ չունես, այդ չունեցած process-ներն է ուժեղացնում։ Այսինքն, եթե դու պետքա մեքենայի ղեկը ասենց մի քիչ ձախ ես պահել, պետքա 5 օր կամ 10 օր հետո 20 արագությամբ հայտնվես ճանապարհից դուրս, հիմա դա տևելու է մի 10 վայրկյան, որովհետեւ մեքենան գնալու է 150 արագությամբ։ AI-ը այդ է անում։ Իրականում իր ամբողջ անելիքը դրանում է այս պայդրությամբ ունեցած ինչ կա։ Բայց կներես էլի, որ խոսեցինք այդ process-ները ավտոմատացնելուց, եթե բիզնեսը մինչև արհեստական բանականությունը չի արել ոչինչ այդ process-ները ոչ նախագծելու ոչ կառավարելու հետ կապված, մեկ էլ
հոպ վերեցին վերևից, ասին, նայ հայաստական բանականություն կա, վերցրեք դրեք թող ավտոմատացնի։ Այդ եթե դու չես հասկացել այդ process-ը նախ offline ֆորմատով, ոնց էս online պատվիրակելու։ Չհասկացած ձևով էլ process հետալու այդ քո ասած փուչիկն է ստեղծվելու լիքը բան տրակելու է մեջ։ Շատ հետևանքներ ունենալ է, որովհետև դու դնում ես AI, որ քո դատայի հիմքի վրա predictive analyze անի։ Ինչ որ process-ներ ասի քեզ պետքա պահես, տա քեզ ասի վաղը քեզ պետքա 10 հատ այսինչ ապրանքից գնա այսօր բեր, որ վաղը վաճառել ես։ Եթե դու չունես նորմալ data, չունես ճիշտ data, չի կարողանալու հասկանալ 10 հատ, բայց շատ վստահ քեզ ասելու է քեզ 5 հատ պետքա գնա բեր, կամ 20 հատ պետքա գնա բեր։ Գնալուց 20 հատը բերես, 10 հատը մնա իր տեղում։ Այնքան նախ պետքա պատրաստվել դրա։ Հենց մեր ամենամեծ խնդիրներից մեկն է դա մենք միջանկյալ վիճակում չենք մեծամասամբ, որ կարողանանք շատ հեշտ անցում կատարենք AI-ների հետ ու շատ համերաշխնենք։ Մենք բավական ցածր մակարդակում ենք թե թվայնացումով, թե այդ բիզնես process-ների կարգավորումով։ Ինձ թվում է դու ես շատ դնում, որ շատ process-ներ շատ ներքև է։ 15 թվականից մինչև 2022 թվականներ Հայաստանում կար մենեջմենթի ժամանակակից այդ գործիքների ներդրման, տարական գործիքների ներդրման ճգնաժամ, որովհետև մենք կառավարել ենք մեր բիզնեսը երկար ժամանակ այդ մեր բիզնեսը կառավարողները եղել են կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները կամ մարդիկ, որոնք մասնավորեցրել են ինչ-որ բիզնեսներ, ելնելով կապերից կամ հնարավորություններից, որ այդ բան ձեռքի տակ եղել են։ Այսինքն չի եղել այդ գործարար միտքը, գործարար կրեատիվը, որը սովոր ենք կարդալ գրքերում արևմտյան բիզնեսների մասին։ Մեզ մոտ այդ ֆլանգը աշխատել է ասենց, որ ես ունեմ կապեր հնարավորություններ կամ ընկեր падգամավոր, ինքը ինձ օգնում է, ես այս բիզնեսը ինձնով եմ անում ու այդ բիզնեսը սկսում եմ կառավարել։ Այդ ժամանակաշրջանում ձեռք բերված բիզնեսները 2010-ականից 20-ականներին հանդիպեցին առաջի ճգնաժամին, որ չեն կարողանում արդեն կառավարել, որովհետև առաջվա կանոնները չի գործում, էլ կապերով հարցեր չես կարողանում լուծես նենց ոնց։ Այո, գործիքները այդ տրանսֆորմացիան է 10-ականից 20-ականներին իմ կարծիքով դեռ չի ավարտվել։ Ու գլոբալ առումով մեր բիզնեսների գերակշիռ մեծամասնությունը դեռ այդ խնդիրը դեռ ամբողջությամբ չեն էլ գիտակցել, ու մնաց ասեմ լուծումը ներդրած լինեն։ Լուծման մասին դեռ ամբողջությամբ դեռ խնդիրը չեն գիտակցել, որ իրանք ունեն այդ խնդրեմը, որ իրանք կանգնած են սենց հերթի մեջ, որտեղ հասնելու է իրանք հերթը ու իրանք վիզը կտրելու են պրոստը։ Ժամանակներն են կտրելու, ոչ մեկ չկա է, որ իրանք պրոստը ձեռից առնելու է։ Բնական մաքրվելու են։ Մաքրվելու են։ Ու այդ հələ չհասած, հələ ինքնակազմակերպման խնդիրը չլուծած, մենք արդեն եկել ենք նրան, որ եկեք ավտոմատացնենք, եկեք ամեն ինչ AI-ին տանք, եկեք գայթակղի չէ, հա, նորարարական բան, ժամանակակից լինելը, բայց դες ինչ օրինակ շատ կա, որ զանգում են, ասում են AI կարանք sense մեր բիզնեսում sense AI դնենք, ասում չէ։ Բայց միշտ հիմա mail-ru են, չէ՞ Հա, օգտագործում։ ասում չէ, ասում խի, ասում որովհետև ոչ մի process չունես, էլ։ Բա մի հոգի կար, ասում էր դնեմ, ասում դիր, այդ նայում դնում ինչ արել, մոտիկ մարդ, այդ նայում դնում պրոստը վերցրել ChatGPT-ին ինստալացիա արածա կամ AI cowork-ը բանի cloud-ի cowork-ի ինստալացիա արածա process անում, այսինքն շուտ գործիք է օգտագործում, բայց դա չի թվայնացումը, դա չի process-ների ավտոմատիզացումը, դու դրա համար պետքա փորձես ճիշտ data, ամենաառաջերտին պետքա փորձես ճիշտ data հավաքես ու կտրտված չլինի data։ Այդ երևի որ նայենք իմ շփված բանով գնահատական տամ մեր տեղական բիզնեսների 20%-ը չեմ կարող ասեմ, որ երրորդ աստիճանի թվայնացված են։ Երրորդ աստիճան նկատի ունեմ Որն է երրորդ առաջի աստիճան համարենք Excel-ը, տենց ինչ-որ process-ներ կտրտված գործիքներ օգտագործել է, երկրորդ աստիճան համարենք կներես էլի, որպեսզի parse լինի ինձ ու դիտողներին էլի։ Առաջի աստիճանի թվայնացումը էտեն է, երբ որ օրինակ քո, չգիտեմ, հաշվապահությունը Excel-ով պահպանում ես։ Վրա չես գրում, ինչ որ մի բանի վրա գրում ես, կոմպլետ պահում ես։ Երկրորդ աստիճան, որ դու ունես տարբեր համակարգեր, երրորդ աստիճան այդ տարբեր կպած են այդ համակարգերը մի կպաշեն ունես։ Օրինակ մենեջմենտը առանձին մի հատ CRM-ը, sales առանձին մի հատ CRM-ը օգտագործում, մենեջմենտը մի հատ ուրիշ channel ուրիշ տեղ է, հա, sense տարբեր տեղեր են։ Երրորդը ասում ենք նրան, որ այդ համակարգերը ինչ որ ձևով իրար հետ ինտեգրված են։ Այսինքն CRM-ում, հա, CRM-ում ինչ որ գործողություն անելուց մենեջմենտը ինչ որ process կարող է տենա, չափի կամ ավելի շատ տենա, 4 կտոր իրան ասում ենք այն դեպքում, երբ որ արդեն ելնում է թվայնացումը որոշում կայացնել։ Այսինքն հստակ կա այս դատան մի տեղ հավաքվում, դատան մի տեղ հավաքվում ու դրանով հնարավոր է որոշում կայացնել։ Ունեցել ենք այսքան վաճառք, ուրեմն կունենանք այսքան վաճառք մյուս տարի ելնելով այս ինչ պարամետրից։ Բանն ասում, կանխատեսում ես անում արդեն։ Հա, մարդը կարող է որոշում, իսկ արդեն կանխատեսում, երբ որ soft-ն անում, այդ արդեն մի
կարգել բարձր է համարվում, այդ հիմա AI-ներով հնարավոր է։ Եթե դատա ամբողջական է, եթե դատա նորմալ է, դες քանի ստադիա կա ու դու ինչքան մարդ գիտես, որ միջև հիմա Excel-ն է օգտագործում։ Ինչի՞ հիմա մարդ գիտեմ առաջի ստադիան սկիչի ա։ Հա, Excel-ը ված չի, բայց ինքը ուզում է արդեն 4 ստադիայի բան գործիքներ դնի։ AI-ով ինչ որ պրոցեսներ անի, իր ամենօրյա անելիքները կավտոմատիզացնի կանի։ Քո բիզնեսը զբաղվում է հենց դրանով։ Բիզնեսի թվայնացմամբ։ Ու հիմա քո գնահատմամբ ու քո ընկերության տվյալների հիման վրա քանի տոկոսն է հայկական բիզնեսների, որ լիարժեք այդ 4-րդ փուլը հաղթահարել արդեն։ Երևի 5-6 5-6%-ը 5% ավելի չեմ գնահատում։ Այսինքն Այդպես կամպանիաներ, որ իրանք կարում են նայեն ու որոշում կայացնեն, շատ մեծ թիվ ասացիր, իսկ 5-6%-ն էլ։ Չէ, կան, բայց 5-6%։ Օրինակ հաշվում ես արտասահմանից եկած ընկերություն, չգիտեմ, Yandex-ը հաշվում ես։ Հա, իհարկե, հենց էլ եմ։ Տեղական հնարավոր է։ Կամ կամպանիաներ, որոնք աշխատում են նույն, չգիտեմ, Yandex-ի հետ պայմանագրերով իրար հետ գործ ունեն։ Իսկ մեր ուրույն հայկականները, ուրույն հայկական բիզնեսները 1 կամ 2% երևի, մաքսիմում։ Իսկ որն է մեր խնդրեմը, որ մենք չենք կարողանում Excel-ից անցնել։ Դրա վրա փող չենք ծախսում պրոս։ Չենք հավատում, չենք հասկանում ինչ։ Կարճ ենք մտածում։ Ու չենք էլ պատկերացնում ինչ է։ Բիզնես անող մարդը շատ դեպքում ուղղակի չի պատկերացնում այդ ինչը։ Ես մի հատ իդեա ունեի ու հիմա կարամ բաց ասեմ, որովհետև որոշել եմ, որ չեմ անելու ու երկար ժամանակ որոշել էի, որ դա պիտի անեմ, հաստատ քեզ էլ եմ ասել։ Փոքր ու միջի, շատ միկրո փոքր եւ փոքր բիզնեսի համար հարթակ, որտեղ կմիավորեինք ու այդ մարդկանց կտանք հնարավորություն այդ բիզնեսի բազային բաները սովորել։ Այդ առաջի էվոլյուցիան գոնե ապրել, հա։ Ես տենց քննարկեցի, որոշեցի եւ այլն, խորհրդակցեցի ընկերներիս հետ եւ երկու հատ շատ ուժեղ արգումենտ ստացա ինչի չարժի դա անել։ Առաջի արգումենտը, որ հիմնականում այդ միկրո փոքր բիզնեսները նպատակ ունեն ուղղակի ինչ որ մեկի ձեռի տակ չաշխատել, զուտ։ Իրենք մեծանալու նպատակ ինքնազբաղվածություն է։ Զուտ, հա, շեֆի տակ չաշխատելու նպատակ, իրենք մեծանալու նպատակ չունեն, անգամ այդ գիտելիքը, որ իրենց փորձենք տալ, իրենք դա չեն արժևորելու, չեն ուզելու, պետք չի իրենց։ Իրենց ուզած աշխատավարձի չափ եկամուտ կա, լրիվ հերիք։ Ապրես։ Երկրորդ խնդրեմը, որ եթե ուսումնասիրում ենք գլոբալ շուկան, տեսնում ենք, որ բիզնեսների մեծամասնությունը մինչև հիմա օգտագործում է Mail.ru կամ Rambler.ru ու մինչև հիմա չի անցել Google-ի ինֆրաստրուկտուրաներին կամ Gmail-ի հասարակական Gmail գոնե, հա, գոնե Gmail, մարդիկ կան արդեն Gmail-ին էլ են մի տեսակ նայում, որ դու պիտի ունենաս քո սեփական դոմեյնը, հա, բայց հիմա դեռ Gmail-ի չենք անցել, արդեն ուզում ենք, հա, հետեւաբար ես հասկացա, որ այն որ մտածել եմ sense AI ինտեգրումներ, արհեստական բանականության գործիքներ, տամ ինչ-որ կրթական բաներ, on-line կուրսեր եւ այլն, ֆինանսների կառավարում, sense մեկ էլ ասում են եղբայր, հոп, Mail.ru են օգտագործում այս մարդիկ մեծ։ Ու ես հասկացա, որ այս բիզնեսը հիմա ընդհանրապես տեղին չի էլի։ Բայց դες տենց մի հատ էլ միֆ կա, որ փոքր բիզնեսի համար չի օրինակ թվայնացումը, պետքա մեծ լինես, որտեղ ֆինանսը մեծ է, բայց դες չի։ Իրականում փոքր բիզնես թվայնացնելը շատ հեշտ է, շատ էժան է։ Այն էլ հիմիկվա AI գործիքների հետ կապված։ Միջին ու փոքր բիզնես թվայնացնելը ամենահեշտ գործն է։ Իսկ ինչքան արժի մոտավորապես։ Մոտ կարող է 2 միլիոնից մինչև 5 միլիոն արժանի։ Այս պայի AI-ի ունեցած գործիքներով AI օգտագործել։ Այսինքն լրիվ ամբողջությամբ վերջացրած բան։ Շատ հանգիստ կարելի է ցիկլ ունենալ։ Ու թվային տրանսֆորմացիա չէ, տարբերակ ենք։ Թվային տրանսֆորմացիան էլ այն է, երբ որ քո բիզնեսը ամբողջությամբ տրանսֆորմացվում է։ Ունին օրինակ Netflix-ը հա, լրիվ թվային է։ Հա, ինքը ծախում էր դիսկեր, հետո միանգամից տրանսֆորմացվեց դառավ սթրիմ։ Այդ լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Բայց թվային պրոցեսներ ունենալ, դատա կարենալ սկսել հավաքել, դա մեծ գումարներ չի իրականում։ Մեծ գումարները մեծ կամպանիաների համար, որովհետև այնտեղ պրոցեսները շատ են, արագ են կամ դանդաղ են, չգիտեմ, տարբերվող պրոցեսները շատ է, բաժինները շատ են, այստեղ մեր մոտ ոնց է փոքր միջին ընկերության ոչ հիմնական պրոցեսները outsource են։ Այսինքն դու հաշվապահությունը ավտոմատիզացնելու խնդիր չունես թվայնացնելու։ Ու sense լիքը բաներ։ Ինքը տակը մնում է շատ փոքր մի հատ կտոր, որը շատ հեշտ է անել։ Բայց ինֆորմացիան տեղ հասնի, մարդիկ դա հասկանան, գիտակցեն, դրա վրա գումար ծախսեն, այդ արդեն
մնում է երկրորդական։ Homodeus podcast-ը արտադրվում եւ պատրաստվում է մեծ թիմի աշխատանքի արդյունքում եւ յուրաքանչյուր թիմի աշխատանք ենթադրում է որոշակի ֆինանսավորում։ Ձեր փոքրիկ ֆինանսական աջակցությամբ դուք օգնում եք, որպեսզի Homodeus podcast-ը լինի երկարատև ու որակյալ։ Նշված QR կոդով անցնելով կարող եք աջակցել մեզ Patreon հարթակում ձեր փոքր ֆինանսական ներդրմամբ, ինչպես նաեւ գործում է քարտային ուղիղ փոխանցման համակարգ, որտեղ կարող եք ձեր փոքրիկ ֆինանսական աջակցությունը հայտնել Homodeus podcast-ին եւ նրա հետագա զարգացմանը։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ արդեն աջակցում են։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե բիզնեսը ուզում է, որպեսզի ավտոմատացվի այդ մակարդակի, ինքը պետք է այդ առաջի փուլն էլ անցնի, երկրորդն էլ անցնի, երրորդը չի կարա թռնի երրորդ առաջինից։ Չէ, կարող միանգամից բիզնեսը սկսվի երրորդ կետով։ Հենց տենց բիզնեսը բացես։ Բայց մարդկանց գիտակցության մեջ, եթե մարդկանց եթե դու սկսել մարդիկ ես, սովորը չեն այդ բանը վաշ, իրենք նույնիսկ Excel են հազիվ պետք է օգտագործել։ աճեն։ Այդ աճը կարա տեղի ունենա միանգամից իրանք մի համակարգի մեջ sense իրար հետ փոխկապակցված, որովհետև այդպես նկատել եմ, այդպեսի ընկերություններ բերում են զրոյական կետից բան են դնում, CRM են միանգամից դնում, բայց իրենք թղթերով են պահում մինչև հիմա իրենց պայմանագրերը։ Այդ չի աշխատում, որովհետև պետքա process-ներ ունենաս, որը որ կարաս թվայնացնես։ Նախ ամենակարևոր պայմանն է, այսինքն եթե դու չունես որոշակի process-ներ, դա ինչ որ ծրագիր դնելը, դա Քաոտիկ ա եղել մինչև։ Շատ տարածված երևույթ է։ Սերվիզը ծառայություն մատուցող ընկերությունը բերում է CRM-ա դնում ու այդ CRM-ի օգնությամբ շատ լավ սկսում է կլիենտների հետ աշխատել։ Բայց ինչ է տեղի ունենում։ Սերվիզը չի հասցնում այդ կլիենտներին։ Այսինքն իրան ոչ թե առաջնային պետքա CRM կտորը, իրան պետքա management կտորը։ Ինքը management-ը միջով չկարգավորի, process-ներ չունենա, հասկանա թե ինքը ինչ ծավալի ծառայություն է կարող մատուցի։ Դրա դիմաց բերում sales-ը ուժեղացնում է։ Ու համատարած իրականում որ նկատես, հիմա համատարած այդ խնդիրը կա, բոլորը sales են անում շատ տենց առողջ, բայց հենց գալիս է ծառայությունը մատուցելու ժամանակը, այդ ժամանակ արդեն խնդրեմ ունեն, չեն հասցնում ուշա 5 պատվեր իրար հետ վերցրած է, չեն հասցնում տեղեկցեն, այդ սխալ համակարգներ դնելու կամ սխալ մոտեցումներ տալու հետևանքներն են։ Ինչ ես կարծում, ինչ ունենք անելու առաջիկա տարիներին այդ մեծ պայթյունից կարելի ասել, հա, տնտեսական մեծ պայթյունից ողջ դուրս գալու համար։ Ինձ թվում է պետքա պատրաստ լինել մոբիլ լինելուն, արագ-արագ տրանսֆորմացվելուն ու առանց պետական միջամտության ուղղակի հնարավոր չի այդ բանին դիմանալ, եկող այդ ալիքին դիմանալ, Ամերիկայում չեն դիմանում։ Ռեալ այդ սպիտակ վարատնիկներով մարդիկ որ ասում են, այդ մարդիկ հիմա շատ մասսայական աշխատանք են կորցնում։ Շատ մասսայական աշխատանք են կորցնում սպասարկման ոլորտում զանգերին պատասխանողները։ Եթե դեռ է այդ խնդրեմը, այստեղ դրա հետևանքները вообще տենց շատ ավելի վատ անել։ Դե պետական միջամտություն է պետք։ Որովհետև հետո այդ մեծ ծավալի մարդկանց վերապատրաստելու խնդիր կա, որովհետև իրանք չունեն տարական այդ հմտությունները, իրանք որպեսզի անցում կատարեն այս նոր ռեժիմին, իրենց շատ մեծ ճանապարհ է դեռ սպասվում։ Հա, բայց այդ մարդկանց համապետությունը պետք է անի, համել այդ մարդիկ էլ պետք է այդ որոշումն ունենան դա անելու։ Ասես մի հարց տամ, վերջին հարցը, կարծում ես, որ բիզնեսները ու բիզնեսմենները, որոնք իրենք չեն զարգանում, իրենք են արհեստականորեն ճնշում այդ զարգացում աշխատակիցների, որովհետև վախենում են, որ այդ դեպքում իրենք էլ պիտի պարտավորված լինեն ինչ-որ մի բան անել իրենց հետ։ Միանշանակ համաձայն եմ մտքիդ հետ, ու դա շատ լավ երևում է նաև բիզնեսի ընդհանուր զարգացման կամ process-ներ դնելու մեջ։ Մարդը ինքը վախում է ու ոնց ինքնան հենց էլ ձևավորվում է իր թիմը։ Process-ներ չի թողում առաջ գնալ, որովհետև մտածում է կկորցնի ձեռից։ Իր վերահսկողությունից դուրս կգա։ Այդ հոգեբանական մասն էլ կա շատ ուժեղ։ Չեն վստահում, չեն ուզում, վախ կա։ Ու չեն էլ հասկանում անորոշա ինչ կլինի, եթե իրանք այդ գիտելիքի ու բանի միջև կապը դժվար է, որովհետև դա միաժամանակ չի լինում։ Դու գիտելիք ես ձեռք բերում, դրա օգուտը կարող ես ստանալ 5 տարի, 10 տարի հետո։ Բայց իրեն շտապ է պետք։ Իսկ իրենց այսօր է պետք։ Չեն տնում իմաստ։ Այսօր պետք է, այսօր այդ խնդիրը, ասում է աշխատող բանը ձեռք մի տվեք, չէ՞, տենց խոսք կա, բայց դեպքեր կա, որ այդպես չի, էլի պետք է այդ աշխատող բանը անդադ սնուցես, որ ինքը կարողանա երկար աշխատի։ Եթե կարճ խնդիր ես լուծում, այդ աշխատող բանը աշխատում է։ Իսկ հայկական փոքր բիզնեսներին, եթե մի հմտություն պետք լիներ, որ դու կարողանայիր խորհուրդ տալ, որը կլիներ այդ մի հմտությունը ամենակարևորը, որ ես խորհուրդ կտայի պլանավորումը։
մենք պլանավորման խնդիր ունենք։ Հեռուն նայելու։ Հեռուն նայելու պլանավորելու խնդիր ունենք, հասկանալ մենք ինչ ենք ուզում, ուր ենք ուզում գնանք 3 տարի հետո, ոչ թե պրոստը երազես, չասես, հա ուզում եմ որ դառնամ մեծ գիգանտ բիզնես, այլ այդ բիզնեսին կամ այդ կետին հասնելու քայլերը որոնք են անելու։ Եթե դու այդ քայլերը բացես, այդ քայլերը ամեն քայլին հասնելու ոնց որ խնդիրը կտրտես մանր խնդիրների։ Այդտեղ դու տենալու ես արդեն թե ինչեր կարաս անես, որպեսզի հաջորդ քայլը կարողանաս ոդկդ հաջորդ քայլ աստիճանին դնես։ Այդ ժամանակ արդեն բացվել է, լավ Excel-ապետ, լավ թվայնացումապետ, լավ պետքա գնալ sales սովորել, նու չտանենք մենակ ոնց որ ասում եմ թվայնացման վրա, բայց սաղ քայլերը երևում է, երբ որ խնդիրը կտրտում մանր մասեր ես։ Բիզնեսի մոտ հիմնականում խնդիրը դրած գումար աշխատել այս պահին։ Այդ բերում է վատ հետևանքի։ Երբեք բիզնես չի նելու, որը չի մտածելու գումար աշխատելու մասին, բայց գումար աշխատել մեծ հեռանկարում, երկար ժամանակ աշխատել, այդ ձևակերպումներն է պակասում։ Ու հստակ ձևակերպումը ոչ թե երազելը դրա մասին։ Շնորհակալ եմ Հայկ ջան զրույցի։ Ես եմ շնորհակալ Դավիթ։ Շատ հետաքրքիր էր։ Всё։ Ժամ 10-15 րոպե։ Ուրիշ,